Արակ Ազարյան, ամերիկաբնակ հայ հաղորդավար, պրոդյուսեր, լրագրող։ Ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ 2000 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 12 տարեկանից սկսել է զբաղվել հաղորդավարական գործունեությամբ, աշխատել է Հայաստանի պետական ռադիոյի պիոներական լուսաբաց, վաղորդյան զանգակներ եւ Հայաստանի պետական հեռուստատեսության առաջին ալիքի խառուկ հաղորդաշարերում։ Ուսանողական տարիներին վարել է Հայաստանի պետական հեռուստատեսության մայրաքաղաք, իսկ հետագայում Պրոմեթևս հեռուստաընկերության Բարի լույս Հայաստան հաղորդումները։ 2001 թվականից Լոս Անջելեսի Հորիզոն հեռուստաընկերությունում հեղինակել եւ վարել է Prime Time Show ծրագիրը։ Միաժամանակ Գլենդելի, Հոլիվուդի եւ Փասադենայի հեղինակավոր համերգասրահներում կազմակերպել եւ վարել է տարբեր մրցանակաբաշխություններ, համերգներ եւ այլ նախագծեր։ 2008-ից համագործակցել է USA Armenia հեռուստաընկերության հետ։ Մինչև 2011 թվականը Լոս Անջելեսից վարել է Բարի գիշեր հայեր հեռուստակամուրջը։ Մեկ տարի անց սկսել է զբաղվել պրոդյուսերական գործունեությամբ, որպես գլխավոր պրոդյուսեր առաջին անգամ Սփյուռքում սկսել է հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմերի արտադրությունը։ Էմիգրանտները, հետագայում Լոս մեղավորները, Մաեստրո, Կտակով թագուհին, 2012 թվականին հեղինակել է Անմեղ մեղավորները գեղարվեստական ֆիլմը։ Այն 45 օր ցուցադրվել է Երևանի կինո Մոսկվայում։ 2012-ին հիմնադրել է New Wave Armenia Television-ը, որը ներկայացրել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Վերջին տարիներին աշխատել է Pan Armenian TV-ում որպես գլխավոր պրոդյուսեր։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում վարել է Համեղ մենամարտ, Ուշ երեկոն Արակ Ազարյանի հետ, Showtime Արակ Ազարյանի հետ, Բացարը հաղորդաշարը։ Նազենի Հովանիսյանի հետ վարել է Հայաստանի ձայնը հեռուստատեսային մրցույթի վերջին եթերաշրջանը։ Ներկայումս հանդիսանում է հայկական YouTube տիրույթում ամենաքննարկվող երկու նախագծերի պրոդյուսերը՝ Տետատետ Մեհեր Բաղդասարյանի հետ եւ Օցի լեզու։ Արակ Ազարյան, ձեր բուրըն ծափարությունները, լրագրության ոլորտի մեծագույն մայստրոներից մեկը, ով իսկապես հրաշալի եւ վեհաշունչ դպրոց է յուրաքանչյուր հաղորդավարի եւ առհասարակ այն մարդու համար, ով պարզապես նստած դիտում ու վայելում է նրա խոսքի վարպետությունը։ Մեզ համար մեծ պատիվ է, որ այստեղ եք բարի գալուստ Հայաստան եւ ուրախ ենք, որ ժամանակ եք գտել ու այսօր եկել եք վայելելու այս գեղեցիկ երեկոն։ Ձեր բուրըն ծափարությունները իմ ավակ տաղանդագույն եւ լավագույն գործընկերոջը Արակ Ազարյան։ Շնորհակալություն, նախ ուզում շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, առասարակ այնպես է ստացվել, որ ես միշտ կազմակերպիչ եմ հանդիսացել ամենատարբեր մրցանակաբաշխությունների, Լոս Անջելեսի ամենահեղինակավոր համերգասրահներում, Կոդակ թատրոնից մինչև Pasadena Civic, ու անընդհատ մենք հանձնել ենք մրցանակներ, ու ես միշտ խուսափել եմ նման դերում հայտնվելուց, բայց այնպես ստացվեց, որ կազմակերպիչներից ամենագլխավորը այսպես համոզեց ինձ ու նկատել էր իմ համեստ վաստակը։ Իհարկե ցանկալի կլիներ, որ ավելի այսպես մոնտաժած տարբերակը ներկայացնեիք, որովհետև կարծում եմ ձեզ այն շատերը ձանձրացան այս երկար իմ մահախոսական հիշեցնող տեքստը լսելուց, այնուամենայնիվ սա հումոր էր, իհարկե շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ, որ երբեմն շատերը զբաղված են այլ գործերով, դուք համառորեն փորձում եք հավաքել դահլիճը։ Շնորհակալություն բոլոր ներկաներին։ Ես իհարկե շնորհավորում եմ նաև բոլոր նրանց, ովքեր ստացան այսօր մրցանակներ, որովհետև շատ հաճելի է, որ մարդու արած գործը գնահատվում է։ Ես առհասարակ կարծում եմ, որ մենք ունենք ազգային մի բնավորության գիծ, մենք չենք խրախուսում։ Անգամ երբ երեխան լավ գործ է արած լինում, ասենք հավաքում է բնակարանը կամ 5 է ստանում, ծնողները չգիտես թե ինչու չեն խրախուսում երեխային, որ բարդույթավորված ենք մենք։ Ու այս դեպքում կարծում եմ շատ լավ է, որ նախաձեռնողները փորձում են այս դաշտում կոտրել կարծատիպերը։ Շնորհակալություն, ես շատ երկար խոսեցի, շնորհակալություն եւս բոլորիդ, եւս մեկ անգամ եւ իհարկե շնորհակալություն ձեզ կազմակերպիչներին ու բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր տոն են սարքել մեր համար։ Մերսի։ Արակ Ազարյան, ձեր բուրըն ծափարությունները միշտ հաճելի է, երբ խոսում եք, մենք ոչ թե լսում ենք, այլ վայելում եւ սպունգի պես վերցնում այդ ամենը։ Եվ շատ դժվար է, կարծում եմ կհամաձայնեք, երբ գնահատում են հաղորդավարներին։ Մենք միշտ վերջին պլանում ենք։ Ձեր բուրըն ծափարությունները, Արակ Ազարյան։